Ձեզ ելի ռադիո լսողներ եթերում կրկին ռադիո բրիֆինգի հերթական թողարկումն է, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը։ Ես ողջունում եմ ձեզ բոլորիդ եւ ուզում եմ այսօր խոսել Միացյալ Նահանգներում 3 արդեն ավարտված Միացյալ Նահանգների 44-րդ նախագահի ընտրությունների մասին եւ մենք գիտենք որ նախագահ դարձավ Բարակ Օբաման երկրորդ անգամ Եվ ես կխոսեմ այդ ընտրությունների առանձնահատկությունների մասին, ինչպես նաև հնարավորինս կփորձեմ վերլուծել Բարակ Օբամայի անմիջապես ընտրության արդյունքների հրապարակումից հետո ելույթը, որը շատ կարևոր է ընդհանրապես քաղաքագիտական տեսանկյունից վերլուծել առաջնորդների, քաղաքական լիդերների ելույթները, քանի որ այդ ելույթների մեջ ամփոփված են եւ մշակութային մտածողությունը, եւ պատմությունը, եւ տեսլականները Եվ բաց թողումները եւ առավելությունները մի բան որ ցավոք մենք չենք տեսնում մեր իրականության մեջ ընդհանրապես իհարկե հաճախ ենք մենք փորձում համեմատել Հայաստանը այլ երկրների հետ եւ դրական տեսանկյունից եւ բացասական տեսանկյունից աշխարհը ինչպես որ մենք շատ ենք խոսել գլոբալացումը եւ ընդհանրապես ոչ միայն այսօր միշտ էլ աշխարհում պետությունները շփվել են եւ բնականաբար ինչպես եւ մարդիկ համեմատվում են եւ փորձում են հասկանալ թե ինչ կարող են վերցնել այս կամ այն երկրից ինչպես մարդիկ են իրարից ինչ որ բաներ վերցնում եւ ինչ կարող են սովորել այս կամ այն երկրից ինչպես մարդիկ են մեկը մյուսից սովորում Եվ այսօր ուրեմն մենք պետք է խոսենք Միացյալ Նահանգներում կայացած արդեն նախագահական ընտրությունների մասին, թեև վերջնական արդյունքները ես պետք է ասեմ, որ դեռևս նախագահի ընտրության հետ կապված որոշ ժամանակ պետք է սպասել Եվ ես կասեմ թե ինչու, ամեն դեպքում բոլորս գիտենք, որ նախագահ է դարձել Բարակ Օբաման։ Ես խնդրում եղեք ակտիվ 368204 այսօր ես պետք է հյուրընկալեի Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանին, որ ինչ-ինչ պատճառներով չկարողացավ մեզ միանալ, բայց սա լավ առիթ է ձեզ համար հատկապես ելի ռադիո լսողներ կարողանալ պատրաստել հարցեր եւ ես կարեւորում եմ ընդհանրապես որոշում կայացնողների հետ այն գործընթացները, որոնք մենք անվանում ենք որոշումների կայացման գործընթաց, այսինքն այն մարդիկ, որոնք ներգրաված են իշխանության այս կամ այն թևում, նրանց հրավիրել եւ կարողանալ միասին քննարկումների հարթությունից անցնել նաև որոշումների հարթություն եւ կոնկրետ այդ մարդկանց հետ անմիջապես փորձել վերլուծել խնդիրները եւ բնականաբար ակնկալել որ նրանք կարողանան որևէ կերպ փոփոխություն մտցնել այն գործընթացների եւ այն գործողությունների մեջ, որում արդեն իրենք ներգրավված են։ Կոնկրետ այս պարագայում սպորտ եւ երիտասարդություն, խնդրում եմ կարծում եմ, որ մյուս շաբաթվա ընթացքում մենք հյուրընկալենք պարոն Քարամյանին, պատրաստեք ձեր հարցերը, պատրաստեք ձեր մեկնաբանությունները։ Ինձ համար մի փոքր տարօրինակ էր, երբ երեք մենք խոսում ենք արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Հայաստան հարաբերությունների մասին, ես այդքան էլ շատ ակտիվություն չնկատեցի ռադիո լսողների կողմից ինձ հետաքրքիր է, որովհետև թեման հետաքրքիր չէր, թե որովհետև շատ ինֆորմացիայի հոսք կար, որովհետև մենք խոսում ենք շատ տարբեր հարցերից եւ հատկապես Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ հարաբերություններից եւ բնականաբար մենք չենք խոսում ընդունված, այսպես ցեղասպանությունը կընդունի թե չի ընդունի Հայաստանը որքանով է կարևոր Սփյուռքում այնտեղ եւ այլն, այսինքն Սփյուռքի պրիզմայի միջով եթե նայեն Հայաստանը եւ այլն։ Մենք ավելի խոսում ենք ռազմաքաղաքական աշխարհակաղակական զարգացումների մասին Միացյալ Նահանգների եւ Հայաստանի հարաբերություններում։ Ես խնդրում եմ, որ եղեք այսօր ակտիվ 368204 ինձ ինչպես միշտ հետաքրքիր է լսել ձեզ բոլորիդ եւ ունենալ ձեր հարցերը մեկնաբանությունները եւ նաեւ առաջարկները։ Եվ այսպես ինչով են տարբերվում ԱՄՆ նախագահական ընտրությունները այլ ընտրություններից, այլ երկրների նախագահական ընտրություններից։ Կարելի ասել կա 3 հիմնական տարբերություն։ Առաջին տարբերությունը այն է, որ Միացյալ Նահանգների նախագահը չի կարող երբևէ ընտրվել 2 անգամից ավել։ Սա ամրագրված է հստակորեն իրենց սահմանադրության մեջ։ Եվրոպական երկրներում նման սահմանափակում չկա, բայց կա այսպես կոչված չգրված պայմանավորվածություն, որ ըստ ժողովրդավարության մեկ մարդը, մեկ անձը չի կարող 2 անգամից ավել պաշտոնավարել դա կլինի հաջորդաբար, այսինքն անմիջապես վերընտրվելով, թե որոշակի ընդմիջումից հետո։ Եթե մենք սա պրոյեկտում ենք մեր իրականության վրա, ապա մենք տեսնում ենք, որ նախկին խորհրդային պետություններում խոսքը եւ ոչ միայն Հայաստանի մասին է, Ռուսաստանը, Վրաստանը, Բելորուսը, Ադրբեջանը
Ուկրաինան, որոնք որ հնարավորության դեպքում կարող են պաշտոնավորել ցմահ, մինչև որ իրենք այլևս չկարողանան ֆիզիկապես ի վիճակի չլինեն, ինչպես որ Կուբայում ենք տեսնում, ինչպես որ Հյուսիսային Կորեայում ենք տեսնում, այսինքն բոլոր այն պետությունները, որոնք որ բավականին հեռացած են ժողովրդավարությունից եւ փորձում են ինչ-որ քայլեր անել այդ ուղղությամբ, ուղղակի կա նույն տենդենսը, նույն այդ միտումը անընդհատ պաշտոնավորելու պաշտոնը կյանքի նպատակ եւ ինքնահաստատման ձև տեսնելը մի բան որ ընդհանրապես բացառված է արևմտյան քաղաքակրթության համար արևմտյան քաղաքակրթության մեջ իհարկե մարդիկ ունեն սեփական շահերը եւ մենք դա երբեք չենք շղթել երբեք որևէ մեկը չի ասում որ միայն անձնանվեր ինքնամոռաց աշխատանքի արդյունքում է որ մարդիկ դառնում են պաշտոններ են ստանում կամ եւ այլն բայց որևէ մեկ պետությունում խոսքը վերաբերում է ժողովրդավարական պետություններում պաշտոնը երբեք չի ընկալվում որպես նպատակ դա ընդհանրապես միջոց է այս կամ այն գործողությունը անելու բնականաբար խոսքը չի վերաբերում գումարներ շորթելու միջոց որպես այլ խոսքը վերաբերում է որոշակի կառավարման մեջ փոփոխություններ մտցնելու կամ որոշակի ծրագրեր իրականացնելու եւ երբեք մարդիկ կարճած չեն այդ պաշտոններից եւ շատ հանգիստ կարող են զիջել այդ տեղը իրենց եւ հակառակորդներին եւ գործընկերներին եւ այլոց եւ դա մենք տեսնում ենք ոչ միայն խոսքով այլև տեսնում ենք հստակորեն գործերի մեջ Եվ երեք հենց մենք ականատես եղանք թե ինչպես երկու նախագահներ կամ ավելի շուտ ներողություն նկատի ունեմ երկու նախագահական տեխնացուներ երբ արդեն ընտրությունը ավարտվեց երկուսը միմյանց շնորհավորեցին մի մշակույթ որը դեռ երկար ժամանակ կարծում եմ որ մեր իրականության մեջ դառնալու է երազանք լինելու է երազանք շատ իմ գործընկերներ ինձ անընդհատ փորձում են ասել եւ երեք էլ նաեւ մեր հարգելի հյուրի կողմից որ դա 200 տարվա պատմություն ունի մինչդեռ մենք ընդամենը 21 տարեկան ենք եւ ես հիշեցի երբ Տիկին Արմինեն մեր ռադիո լսողներից մեկը ասում էր որ պետք չի ես կարծեք թե ես ասել եմ որ մենք պետք չէ պատճառները փնտրենք Ես պատճառներ նկատի չունեի, այլ նկատի ունեի պատճառաբանություններ եւ այս պարագայում էլ ինձ համար նույն բանն եմ ես հիշեցնում, որ պատճառաբանություններ պետք չի փնտրել չանելու կամ այս կամ այն բանը արդարացնելու, այլ անընդհատ եւ անընդհատ պետք է ուղղակի գլուխը կախ անել սեփական աշխատանքը որքան որ հնարավոր է։ Դա վերաբերում է թե պետական այրերին, դա վերաբերում է թե սովորական մարդկանց, դա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր որ ներգրաված են այս կամ այն գործընթացների մեջ։ Չկա նման բան, անընդհատ արդարացումներ գտնել պատերազմ է, ժամանակն է, երկար տարիներ են պետք, իսկ ով ասեց, որ չկա նման հետազոտություն, թե քանի տարում են մարդիկ հասում ժողովրդավարության, իհարկե ցանկացած բան ժամանակ է պահանջում, չկա որևէ բան, դա նորություն չի, դա ինչ-որ մի հայտնագործություն չեն անում մարդիկ, երբ որ շեշտում են, որ գիտեք, իրենք 200 տարվա պատմություն են, մենք ընդամենը 21 տարվա, բայց երբ որ մենք փորձում ենք մեզ գովել, մենք ասում ենք, որ մենք ունենք 3-4000 տարվա պատմություն, չգիտեք ինչի հետեղ հիշում ենք, որ մենք ունենք այդքան երկար պատմություն, բայց հենց խոսքը վերաբերում է կոնկրետ արդյունքներ, մենք ընդամենը 21 տարվա պետություն ենք։ Սա պարադոքս է, որը ես անընդհատ տեսնում եմ մեր մտածողության մեջ, մարդիկ, որոնք իրականությունը փորձում են հարմարեցնել ըստ իրենց ցանկությունների։ Այսինքն իրականությունը մեկ բան է, բայց մարդիկ փորձում են անընդհատ վերաձևել, այսպես փոխել, միայն թե իրենց մտածողությունը չփոխեն։ Փորձում են ոչ թե իրենք հարմարվեն, այսինքն ոչ թե հասկանան ինչ է իրականությունը, այլ իրականությունն են փորձում այնպես ձևավորել, որպես ձևակերպել, որպեսզի ինքը անպայման սեփական մտածողությունից դուրս չլինի եւ այսինքն ուղղակի ծուլությունը սեփական փակելու համար, որ մենք ընդամենը 21 տարեկան ենք, եկեք տեսեք եւ մենք դեռ շատ ճանապարհ ունենք։ Ճանապարհը սկսում է այն վարքյանից, երբ որ դու սկսում ես այդ ճանապարհը։ Եթե դու դեռևս այդ ճանապարհը չես սկսել, կարող է անցնել 1000 տարի անգամ եւ ժամանակը որևէ ձեւով չի կարող ինքնիանով ժամանակը որևէ բան չի նշանակում, եթե չկա գործողություն։ Գործողություն եւ քայլ եւ ջանքեր առանց դրա որևէ բան, որևէ երկիր երբևէ չի փոխվել եւ չի էլ փոխվելու նույն Միացյալ Նահանգները։ Մենք անդրադառնանք այս խնդրին, այն խնդրին, երբ նույն ինքը Օբաման իր ելույթում կնշի, թե ինչքան ջանքերի շնորհիվ է այն հասել Միացյալ Նահանգները այն մակարդակի, ինչին որ հիմա այն մակարդակի վրա, ինչի վրա այսօր գտնվում է Միացյալ Նահանգները։ Երկրորդ առանձնահատկությունը այն է, որ Միացյալ Նահանգների նախագահ ընտրվում է ընտրական կոլեգիայի
միջոցով։ Սա մի փոքր բարդ համակարգ է, մենք անդրադարձել ենք այս հարցին, երբ հրավիրել ենք Միացյալ Նահանգների դեսպանության քաղաքական հարցերով պատասխանատուին, ինքը փորձեց բացատրել, ես չեմ կարծում որ կարիք կա նորից բացատրելու, բայց վստահ եմ որ բոլորը չէ, որ բոլոր հաղորդումներին հետևում են, բայց ուղղակի մի քանի խոսքով ասեմ, որ ամերիկացիները ընտրում են ոչ թե ուղիղ նախագահային, ինչպես մեզ մոտ, ինչպես եւ շատ այլ երկրներում, բայց ժողովրդավարությունը ունի մի քանի ձևեր ընտրությունների համար։ Մարդիկ, քաղաքացիները ընտրում են այդ օր, այսինքն 3 ընտրում էին ընտրողներին, այսպես կարելի ասել, յուրաքանչյուր նահանգ ըստ իրենց ազգաբնակչության քանակի ունի որոշակի ընտրողներ։ Ենթադրենք Կալիֆոռնիայում կա 55 հոգի, Վայոմինգ նահանգում կա ընդամենը 3 հոգի եւ այլն եւ այդպես 50 նահանգ, 50 նահանգներում կան ընտրողներ, որոնք որ իրենք հետագայում դեկտեմբեր ամսին ընտրելու են նախագահին։ Այսինքն, չգիտեմ, եթե մի փոքր բարդ է, խնդրում եմ զանգարեք եւ դեվես նորից կփորձեմ բացատրել, այնպես չի որ բոլորը շատ արագ կարողանում են հասկանալ, որովհետեւ բավականին բարդ համակարգ է աշխատում, բայց ամեն դեպքում, ուրեմն մարդիկ ոչ թե ընտրում են նախագահին, այլ ընտրում են այն մարդկանց, որոնք պետք է ընտրեն նախագահին։ Այդ մարդկանց քանակը սահմանափակվում է ըստ նահանգների։ Ամեն նահանգ, ինչպես որ ասացի, ըստ ազգաբնակչության ունի սեփական ունի քանակ որոշակի։ Կալիֆոռնիան 55 մարդ ունի, ենթադրենք Օհայոն ունի 10 քանի, եթե չեմ սխալվում, ես ուղղակի իհարկե չեմ կարող 50 նահանգների բոլոր թվերը հիշել անգիր, բայց եւ այսպես է որ յուրաքանչյուր մենք երբ որ 3 մենք հետևում ենք թե ինչ է տեղի ունենում Միացյալ Նահանգներում, մենք հետևում ենք թե ինչպես են մարդիկ ընտրում այս կամ այն ընտրողին, հա, եթե այսպես ասեմ, եթե 55 հոգի է ենթադրենք Կալիֆոռնիայում ընտրողների քանակը, մեծ ընտրողների քանակը, ապա ըստ ձայների, եթե 50%-ից ավել է հավաքում այս կամ այն կուսակցությունը, ապա ամբողջ այդ 55 ձայնն էլ հետագայում կանցնի նախագահին դեկտեմբեր ամսին կանալիք արդեն իսկ այդ ընտրված մարդկան, ոնց որ ենթադրենք ավականին, հա, մենք ընտրում ենք ավականու անդամներին, որոնք էլ հենց իրենք ներկայացնելու են ենթադրենք խնդիրները քաղաքապետարանում, ոչ թե մենք ընտրում ենք քաղաքապետին, հա, ես թե այսպես կարելի ասեմ, մենք ուղիղ երևի թե միակ համատությունը դա ավականուց էլ արդեն նախագահություն քաղաքապետի ընտրությունը։ Մենք ունենք հերոսազանք, լսում եմ ձեզ, ներկայացեք եւ ձեր հարցը։ Այո։ Հակոբ։ Այո, Հակոբ, լսում ձեզ։ Ես նախ ողջունում եմ ձեզ, հարգելի Գևորգ, ես ընդհանրապես դուք ոնց եք խոսում մեկնաբանում, շատ հաճելի է իհարկե, շատ ճիշտ ձևով եք ամեն ինչ դուք ասում, մեծամասնությամբ։ Կուզեի այդ փոքրամասնության մասին մի քիչ ասեք, ինձ հետաքրքիր է թե որ հատվածն են, որ ձեր սրտով չի։ Սա թեմայի հետ կապված չի ասենք, սենց ասեմ, հարգելի Գևորգ, ուրեմն գիտեք ոնց է, այդ ընտրությունները, բայց ինձ համար ցույց տվեցին մի բան, որ Ամերիկայի հասարակությունը ճիշտ նայած 2 մասի է բաժանված։ Դա ճիշտ է վաղուց էր, բայց հիմա քանի գնում է ոնց որ թե ավելի շատ է դա երևում։ Ինչ առումով 2 մաս։ Դե բնակչությունն էլ ընդհանրապես ասենք։ Ինչ չափանիշով են բաժանվում, այսինքն դուք ինչ նկատում եք։ Նույն ասենք այդ կուսակցական պահով, նույն 2 կուսակցություն կա, բայց ոնց որ ավելի մի քիչ խորանում է դա։ Չէ, Հակոբ, այդպես չի։ Միացյալ Նահանգները ընդհանրապես ապա իմ կարծիքն եմ ես ասում, հարգելի Գևորգ։ Դա առաջինն է, հետո այն օրը որ դուք Ամերիկայի դեսպանությունից մարդ եք հրավիրել, շատ ցանկալի կլիներ, որ իհարկե դեսպանը եթե գար շատ լավ կլիներ, շատ հարցեր մնաց այն օրեկից հատ։ Հակոբ, հարցեր կլինեն դեսպանատից մարդիկ, բայց ոչ դեսպան, ես հատուկ դեսպան չեմ հրավիրել, որտեղ սա այդ ձևաչափը չի որ ես դեսպանին հրավիրել եմ մի անգամ արդեն, բայց ուրիշ հաղորդման շրջանակում։ Փորձեք իրենք են քաղաքական հարցերով պատասխանելու։ Դեսպանը որպես կանոն ինքը ինչպես ասեմ, դեսպանը ներկայացնում է նախագահին։ Դիպլոմատիկ, հա, պարզ է։ Ինքը կոնկրետ հարցերի պատասխանը երևի շատ չոտքի չի պատասխանում։ Ինքը դիվանագետ է։ Դիվանագետ է, հա։ Եվ մի բան եմ ես մեկել այս ընտրությունների հետ կապված ուզում ասեմ, ուրեմն ես մի քանի օր առաջ լսեցի այդ Ռուսաստանի մի հատ գիտահետազոտական ինստիտուտի պրոֆեսոր էր։ Այո։ Եթե չեմ սխալվում, ասաց 18-րդ դարի մակարդակին Ամերիկայի ճորտատիրական, այսինքն ինչ է նշանակում 300 միլիոն բնակչություն ունի, բայց 500 Գիտեք ինչ, լավ են անում, բայց դրանք լուրջ չեն այդ վերլուծությունները, դրանք բոլորը պրոպագանդիստական վերլուծություններ են։ Գուցե, բայց փաստացի ժողովրդի կարծիքը այսպես հաշվի չի առնվում, էլի դա չէ։ Ուղղակի դրանք խոսում են այն մարդիկ, ովքեր որ ընդհանրապես Միացյալ Նահանգների կամ ոչ եղել են, կամ ոչ երբևէ կարդացել են այդ պետության մասին։ Չէ, ես անձամբ ես ինքս ասեմ, ես ճիշտը որ ասեմ, ճիշտ է, այնտեղ շատ մեծ համայնք ունենք մենք, բայց ես անձամբ չգիտեմ ինչ
Այն լիչնaya неприязнь, ասենց ասեմ, Ամերիկայի Չէ, հանդեպ։ դա ստերեոտիպ է, դա ուղղակի կարծրատիպ է մնացել ավելի շատ ինչից ելնելով։ Ակոբ ջան, դա մնացել է հիմնականում բոլորի մոտ է դա։ Ես ասեմ, նույնիսկ ես ինքս երբևէ ես երկար տարիներ Եվրոպայում եմ ապրել, երբ որ ես պիտի մեկնեի Միացյալ Նահանգներ, ինձ համար էլ խնդիր էր այդ երկրի հետ շփվել եւ մտածում եմ, որ ես լուրջ խնդիրներ եմ ունենալու, բայց ամեն ինչը պետք է նայել այլ աչքերով։ Խնդիրը այն չէ, որ իրանք շատ լավ են։ Արգելի գերոք, դե լավ, բարի եթեր դες։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում ես կանդրադառնամ մի քանի հատ ձեր նշածներին, Հակոբ։ Ինչ վերաբերում է 18-րդ դար եւ այլն, ես կարծում եմ, որ չեմ կարծում, որ դա մի փոքր լուրջ է, որովհետեւ ինչ նկատի ունեն 18-րդ դա, ինչ ճորտատիրություն չի մասն է խոսքը։ Ասենք Ռուսաստանը ճորտատիրական չի, Հայաստանը, Միացյալ Նահանգներն է ճորտատիրական։ Չգիտեմ, դա ուղղակի զարմանալի է, որ այդպես խնդիրներ ունի այդ երկիրը, բնականաբար խնդիրներ ունի, ինչպես կարող է չունենալ այդ երկիրը խնդիրներ, բայց գաղափարայինից մի կողմ նայեք ուղղակի որպես մարդիկ, որոնք որ ստեղծում են իրենց ապագան իրենց ձեռքերով, մարդիկ, որոնք թողել են հազարավոր կիլոմետրեր, գնացել են եւ ստեղծել են իրենց պետությունը առանց որևէ մեկի օգնության, առանց որևէ մեկի ֆինանսների, ինչպես օրինակ եվրոպացին։ Լավ, մենք հեռախոսազանգ ունենք, լսեմ ձեզ։ Այո։ Լսում ներկայացեք հարցը կամ մեկնաբանությունը։ Ալո։ Այո, լսում եմ ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Խաչիկ Բաղդասարյան։ Այո, Խաչիկ, խնդրեմ մի փոքր արագ, եթե կարելի։ Հա, չէ, գիտեք ինչ, պարոն Գևորգ, ուզում եմ իմ մեկնաբանությունը մի քիչ երևի ժամանակի մոմենտով մի քիչ ավելի երկար լինի։ Լավ, այդ դեպքում մենք հիմա ընդմիջում ունենք, դուք սպասեք ընդմիջումը թող վերջանա, նորից զանգահարեք, կամ հա, կարող ենք լսել, լավ, ինձ հուշում եմ, որ մենք կարող ենք լսել, խնդրում եմ, լսում եմ ձեզ։ Բարի։ Ալո։ Լավ, ինչևէ, ես երկու բառով ուղղակի ամփոփեմ եւ մենք անցնենք մեր ընդմիջմանը։ Պիտի ասեմ, որ Միացյալ Նահանգների վերաբերյալ ես ոչ խնդիրը այն չի, որ ես փորձում եմ պաշտպանել այդ պետությանը կամ գովաբանել այդ պետությունը, նույնիսկ եմ ասում, բոլոր պետություններ ունեն խնդիրներ եւ մենք չի որ հատկապես Հայաստանը չի որ պիտի կարողանա Միացյալ Նահանգներին այդպես այդ աչքով նայել, մենք շատ բան ունենք սովորելու, երբ որ մենք ինքներս կունենանք կայացած շատ հարթություններ, դրանից հետո մենք կարողանանք Միացյալ Նահանգներին թերևս նաեւ տեսնել իրենց թերությունները, որոնք վստահաբար ունեն, բայց ոչ այն մակարդակով, որը որ կարող է մեզ ուղղակի հանգստացնել, իբր տեսեք իրենք էլ ունեն խնդիրներ, ուրեմն մենք ինչի մաս ենք մտածում։ Պետք չի, նորից եմ ասում, պետք չի անընդհատ գտնել փաստեր, որոնք կստիպեն սեփական երկրում փոփոխություններ չանել։ Այսինքն, երբ որ դու տեսնում ես ինչ-որ մի երկրում մի բան վատ է, մտածում ես դե մենք ինչի պիտի անենք, ամենտեղ էլ վատ է կամ այնտեղ էլ ժողովրդավարություն չկա, այնտեղ ճորտեր են բոլորը ապրում։ Ուրեմն ինչի մասն է խոսքը, իրանք քարոզում են ժողովրդավարություն, բայց իրենք երբևէ ժողովրդավարական չեն եղել։ Եվ նպատակը ո՞րն է։ Մեկ, որ մենք ժողովրդավարական չդառնանք, ուղղակի անդադ փնովելով ուրիշներին, մենք ինքներս գործ չանենք։ Ինչպես կարող ենք մենք այդպես առաջնորդվել։ Մենք ունենք հիմա ընդմիջում եւ ոչ հետո ես նորից կլսեմ եւ մենք կխոսենք, շնորհակալություն։ Նորից եթերում ենք, նորից մենք ունենք շատ ու շատ հետաքրքիր հարցեր խոսելու միասին եւ շարունակելու այն թեման, որ մենք այսօր փորձում ենք վերլուծել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններ, առանձնահատկությունները, զանգերը, մարդիկ տարբեր եւ ծանոթ եւ անծանոթ զանգարում են, որպեսզի հասկանան եւ իրենց մտահոգությունները կիսեն եւ իրենց տպավորությունները եւ իրենց նաեւ վրդովմունքը, թերևս Միացյալ Նահանգների մասին խոսելը միշտ եղել է կողմանի կամ մեդալը երկու կողմ է ունեցել, ոմանք որոնք շատ հավանում են այդ երկիրը, ոմանք որոնք չեն հավանում եւ շատ քչերն են, որ այսպես շատ չեզոք դիրք են գրավում։ Մեզ համար խնդիրը ոչ թե Միացյալ Նահանգներին նմանակելն է կամ Միացյալ Նահանգներով հիանալն է կամ որևէ մեկ այլ պետությամբ, այլ ուղղակի, քանի որ մենք ունենք օրինակներ, թե ինչպես կարելի է այս կամ այն բանը անել, որպեսզի նույն բանը, ինչպես ասում են, Ամերիկա չհայտնագործենք կամ հեծանիվները անդադ չստեղծենք նորից զրոյից։ Մենք ունենք օրինակներ հասկանալու, թե որտեղ ինչ կարող է ավելի լավ աշխատել, մի բան, որ մենք անում ենք մեր սովորական կյանքում եւս, մենք երբեք չենք անում մի բան, որը որ բոլորը միշտ արել են եւ մենք նորից զրոյից փորձում ենք նույն բանը անել առանց հաշվի առնելու ուրիշների փորձը, նույն պատմությունը, նույն անհաջողությունները, ձեռքբերումները։ Մենք բոլորս օգտագործում ենք դրա համար, միայն նայեք այդ ասպեկտով, պարտադիր չի, նորից եմ ասում, պարտադիր չի գովերքման եւ այլ տեսանկյունից նայել այս երկրին։ Մենք նայում ենք որպես մոդելներ եւ մենք ունենք հեռախոսազանգ, խնդրում միացեք մեզ 368204, լսում եմ ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Գևորգ, ես ուղղակի ուզում եմ ողջունել ձեզ անձամբ, ձեր ադեկվատության, ազգայնամոլ եւ հայկական մենթալիտետից շատ վերև կանգնելու եւ շատ ռեալ ու սթափ դիտարկելու թե քաղաքական հարցերը, թե երկրները եւ թե նրանց մենթալիտետները, ուղղակի շատ կուզեի, որ մեր քաղաքական գործիչների կեսը գոնե ունենային ձեր
բազան, ինչ որ դուք ունեք եւ շատ լավ զգացվում է, որ դուք եւ Եվրոպայում եք եղել եւ Ամերիկայում եք եղել ու շատ ռեալ եք պատկերացնում, թե այնտեղ ինչա կատարվում, այլ ոչ թե մեր պես, այսպես ասած, այստեղ նստած փակ երկրի մեջ ստանալով ինֆորմացիա միայն Ռուսաստանից եւ կարծում եմ շատ ֆիլտրած ինֆորմացիա մնացած աշխարհից։ Ինչևէ, եւ ուզում եմ ուղղակի հորդորել մարդկանց, հատկապես մեր նախորդ հեռախոսազանգի տղամարդուն, որ ուղղակի զարմանում եմ, ինչպես են այդպես միամտորեն եւ ինֆանտիլ հայտարարություններին Ռուսաստանի կողմից հավատում ու հետևում, որ Ամերիկայում տիրում են 18-րդ դարի ինչ-որ ճորտատիրական կարգեր, ուղղակի համաձայն եմ ձեր հետ, որ նախ եւ առաջ պետք է նայել մեզ, պետք է նայել համարյա դիկտատուրային Ռուսաստանին, հետո նոր խոսել Ամերիկայից եւ այդպիսի ինֆանտիլ հայտարարություններ անել, որ մասոնական երկիր է, ավազակների երկիր է եւ այլն եւ կարծում եմ, որ դա մաքսիմալ ազատության եւ օրենքի երկիր է, ու շատ կուզեի, որ այնտեղի այդ դրական հատկանիշները նաեւ կիրառվեն մեր մոտ, ինչքանով որ թույլ կտա մեր սահմանափակ հայկական մենթալիտետը։ Լավ, շնորհակալություն։ Շատ շնորհակալ եմ։ Իհարկե, շնորհակալ եմ ոչ թե գովասանքի խոսքերի համար, այլ նաեւ ռեալ ձեր կողմից ռեալ adekvat վերլուծության եւ ընկալման համար։ Այո, իհարկե, ես ոչ թե խնդիրն այն է, որ մեր ռադիոլսողները կամ մարդիկ չպիտի ընդհանրապես օգտվեն ռուսական լրատվամիջոցներից կամ աղբյուրներից, այլ պիտի եւս ֆիլտրացնեն։ Ամեն ինչը չի։ Նույն Միացյալ Նահանգների կամ մեկ այլ եվրոպական կամ մեկ այլ երկրի վերլուծական դաշտը միշտ չի, որ այդպես միագույն է։ Բնականաբար պետք է ընտրել, հասկանալ, թե որ աղբյուրներն են, որոնք հավաստի են, որոնք հետաքրքիր են, որոնք բազմակողմանի են, միակողմանի չեն։ Այսինքն մի խոսքով, եթե ասեմ, ռոպագանդան պետք է տարբերել լրատվությունից եւ վերլուծություններից։ Ռոպագանդայի մեջ են շատ հաճախ մարդիկ գտնում այս կամ այն հարցի պատասխանը։ Նույն հայկական իրականության մեջ մեծ մասը, ես տոկոսային հարաբերություն չեմ կարող ասել, բայց վերլուծական դաշտի մեծ մասը եւ այստեղ նաեւ ասեմ, որ լրագրողները շատ մեծ մեղքի բաժին ունեն, որովհետեւ անընդհատ լեգիտիմացնում են այս կամ այն անլուրջ ռոպագանդիստական ընդհանրը ֆոնի վրա ստեղծած այս կամ այն վերլուծաբանի քաղաքագետի կամ մեկ այլ ինչ-որ փորձագետների կարծիքները, որոնք ըստ էության որևէ կապ չունեն իրական վերլուծական դաշտի հետ, այլ ընդհանրապես նպատակ ունեն ռոպագանդելու կամ իրենց խելացիությունը ցույց տալու կամ ուղղակի ասելու այն ինչ որ իրենք երեք մտածել են, բայց որևէ հիմնավորում, որևէ փաստային հարթություն գոյություն չունի եւ լրագրողները շատ կարեւոր դերակատարություն ունեն այստեղ ընդհանրապես ժողովրդավարության համար լրագրողները շատ մեծ դերակատարություն են դրա համար մենք իսկապես անելիք շատ ունենք եւ նորից եմ ասում խնդիրը այն չի որ Միացյալ Նահանգները կատարյալ պետությունը այնտեղ խնդիրներ կան վստահաբար բայց նաև տեսնել միայն խնդիրները եւ չտեսնել ահռելի քանակությամբ հնարավորությունների դաշտը ահռելի քանակությամբ այն հնարավորություն ներուժը որ ունի այս կամ այն պետությունը միայն խոսքը Միացյալ Նահանգների մասին չի հնարավոր չի սեփականը կառուցել մենք մերը նույնիսկ չենք նայում բնականը իսկ ուրիշներին չգիտեմ մենք սիրում ենք բոլորին փնովել խնդրեմ կարող ենք փնովել եթե մենք ինքներս մեր մոդելները ունենայինք բայց մենք ինքներս մերն էլ չունենք ախր լսում եմ ես ունեմ հեռախոսազանգ Ալո բարև ձեզ այո բարև ձեզ այո ձեզ Մորից Գևորգն է խոսում այո Գևորգ ուրախ եմ ես ուշիշով միշտ դասում եմ ձեր հաղորդումները այդ քաղաքական մեկնաբանությունները իհարկե շատ հաճելի է շատ խելոք ձև եք մեկնաբանում Օրինակ Միացյալ Նահանգների ընտրությունները բնական այդպես պետք է անցնեն։ Մի երկիր, որ 230 տարվա պատմություն ունի, 230 տարի առաջ նրանք ընդունել են իրենց սահմանադրությունը։ Եվ առայսօր նրանց համադրության մեջ երևի փոխվել է մի քանի կետ։ Այո, Այն է տնտեսության զարգացման հետ կապված։ Ոչ միայն, բայց շատ հիմնականում շատ քիչ բան է փոխվել։ Այնտեղ կա օրենքի գերակայություն։ Այո։ Եթե օրենքը գործում է, բնական է ամեն ինչ իր տեղն է։ Դա ամենակարևորն է, որ Հայաստանում այսօր չկա, եթե համեմատում ենք, զուգահեռներ բերում ենք, էլի։ Միացյալ Նահանգների ընտրությունները բացարձակապես գնում են մաքուր։ Հակոբը մի քիչ առաջ որ ասեց, այնտեղ ճորտատեղ է, ճորտություն եւ այլն, բացարձակապես ինքեր Հակոբը սխալում էր։ Այնտեղ ամեն մարդ աշխատում է, ամեն մարդ վարձատրում է օրենքի սահմաններում գործող կարգով։ Մեր Հայաստանում այսօր դրությամբ ես դες պետք է ասեմ, որ չկա քաղաքական մշակույթ Չկա նաև քաղաքական բարոյականություն, որտեղ Հայաստանը տորթի պես կիսել են եւ որ ուզում է գա իշխանության նրա նպատակը որ ավելին զավթի։ Ոնակ ես դες մի բան ասեմ, դուք լսում եք ինձ։ Այո, Գեորգ ջան, մենակ խնդրեմ, եթե կարող մի փոքր հակիր ձևակերպեք ձեր միտքը։
Միացյալ Նահանգներում ինչի համար այնտեղ էլ կան բաներ, չէ՞ օլիգարխներ են բոլորը։ Օլիգարխի առաջ մարդիկ գնում մոմ են վառում, որտեղ օլիգարխը իր աշխատողներին բարձր է վարձատրում, նրանց տնտեսական, սոցիալական, մշակութային բոլոր հարցեր լուծում են։ Իսկ Հայաստանում այդպես չէ։ Հայաստանում ընդամենը գալիս են նույնպես եմ ասում, իշխանության բոլոր լծակները օգտագործելով միայն կարողանան նստել բուրգի կամարին։ Գեորգ, իհարկե չհասկացա, Միացյալ Նահանգներում օլիգարխիա գոյություն չունի, դա բացառված բան է։ Այդ օլիգարխս նկատի ունեմ այդ մեծահարուստներին։ Մեծահարուստ կան ընկերություններ, իսկ մեծահարուստ մարդիկ այնտեղ ընդհանրապես այնտեղ պաշտում են մարդիկ, ասում եմ ես ձեզ, հարկում են, բայց Հայաստանում կամ ասենք թե այնտեղ օրենքը գործում է, բարիս բուն իմաստով, օրենքը գերակայում է, ամեն ինչից բարձր։ Լավ, Գեորգ, շնորհակալություն։ Իհարկե ես փորձում եմ միշտ հավասարակշռել։ Ներողություն մի բան էլ ասեմ, ես վերջացնում եմ, կարելի է։ Գեորգ ջան, խնդրում հակիրճ, որովհետև մենք ուղղակի շատ ժամանակ չունենք։ Միացյալ Նահանգների նախագահային մի քանի տարի առաջ, այն նախկին նախագահային, Քլինտոնի մասին է խոսքը, Մոնիկա Լևինսկու հետ կապված անբարոյական եւ այն դատարան էին տալիս։ Իսկ մեզ մոտ մեր նախկին նախագահային մեկ բարի համար տվեցին թիկնապանները սպանեցին։ Դե դրեք համեմատեք։ Այնտեղ ընտրություն, այստեղ ընտրություն նույնը կլինի։ Երբևիցե չի լինի եւ չի լինի, որովհետեւ մենք սովետական միության շարունակողն ենք, սովետական միությունում եղել է այլանդակություն։ Լավ, Գեորգ, հասկանալի է։ Շատ լավ։ Իհարկե ցավոտ հարցեր եք բարձրացնում։ Մենք շատ ճանապարհ ունենք անցնելու, վստահաբար մենք շատ ճանապարհ ունենք անցնելու, մենք բոլորով։ Եվ դա ցանկացած պետական պաշտոնյա նույն մարդկանցից է դուրս գալի, ինչպեսին որ մեր կողքերին են, նրանք ինչ-որ մի որևէ առանձին տեղից չեն, առանձին հատուկ ծննդատներ չկան այդ մարդկանց համար։ Մանք մեր նման մեզանից են եւ մենք ինչպեսին որ կանք այդպեսին կարող են լինել նաև այն մարդիկ, որոնք մեզ ղեկավարելու են։ Ընդհանրապես ցանկացած նայեք, ինչ է կատարվում, մարդիկ աճում են ֆիզիկապես եւ աճում են հոգեպես։ Եթե մենք համալսարաններում ուսանողը ենթադրենք, ես փոքրիկ ուղղակի մոդել եմ բերում, եթե ուսանողը չի պահանջում, որպեսզի ինքը ստանա բարձրակարգ կրթություն, ավելի բարձրորակ կրթություն, բնականաբար որևէ մեկ դասախոս կարող են լինել բացառություններ, հենց ինքն իրեն հենց այնպես ինքը չի փոխվելու, ինքը կմնա նույնը ինչպեսին որ ինքը եղել է, այսինքն կմնա նույն դիկտատորը այդ լսարանում, կմնա նույն միանձնյա կարծիք հայտնողը, կմնա նույն դատարկ մարդը, որ երբեք չի կարդում տարբեր գրքեր եւ նույն տետրով ինքը սկսած 60-ական թվականներից դասավանդում է համալսարանում կամ մեկ այլ բուհում եւ որևէ բան չի փոխվելու բնականաբար, բայց փոխվի այն ժամանակ, երբ որ մարդիկ կսկսեն հասկանալ, որ իրանք արժանեն ավելին ունենալուն, որ իրենք պիտի ստեղծեն այսօրվա ապագան եւ շատ կարեւոր է որ կարողանան իրենք այդ բանը հասկանալ եւ բնականաբար կփոխվի նաեւ այն ղեկավարը, որ ղեկավարը ընդհանրապես ծառա է մարդկա, այսինքն մարդիկ գալիս են պաշտոնների ոչ թե որպեսզի մենք ծառայենք իրանց, այլ իրանք ծառայեն։ Սա է ժողովրդավարությունը եւ որևէ մեկը թող չկարողանա փորձել ժխտել այդ փաստը, որ եվրոպական երկրներում այո այդպես է։ Այո, այդպես է, մարդիկ հեծանիվներով են գալիս աշխատանքի, որոնք քաղաքապետեր են, նախարարներ են եւ այլն եւ որևէ մեկ անգամ որևէ մեկի հաշվին չեն ապրում։ Դրա համար նախքան ուրիշների աչքի փուչը տեսնելու, եկեք նայենք մեր աչքի գերանը, որից հետո նոր մենք կարողանանք ուրիշներին որակումներ տալ եւ այդպես անպագորգոր ուղակի փորձել պիտակավորել այս կամ այն երկիրը եւ մոռանալ որ մենք որևէ բանով չենք կարող նույնիսկ ոտ գցել։ Ինչի մասն է խոսքը։ Ոչ միայն խոսքը ընտրությունների մասին չի։ Խոսքը ընդհանրապես բոլոր բնակավարներին է վերաբերում։ Նայեք ձեր կողքերը։ 2012 թվականին այսօր նոր բարձրաձայնում են կոռուպցիայի խնդիրը։ 1991 թվականից այդ կոռուպցիայի խնդիրը կա որպես անկախ պետություն։ Խոսում են առողջապահության նախարարությունում բացթողումների մասին։ 1991 թվականից այդ խնդիրները կան։ Եվ այլն։ Ինչի մասին է խոսքը։ Համակարգ, մարդիկ, ժողովրդավարություն եւ այլն։ Մենք խոսում ենք Միացյալ Նահանգների մասին ոչ թե որպեսի իրենց նույնպես եմ ասում գովերքենք եւ առավել եւս փնովենք, այլ որպեսզի սովորենք իրենցից ինչ որ բան։ Երանի գա մի օր, որ իրենք էլ մեզանից ինչ որ բան ունենան սովորել։ Այսօր մենք ոչինչ չունենք իրենց տալու։ Դա ես կուզեմ, որ բոլորը ֆիքսեն։ Հեքիաթներին մի հավատացեք այդ, որ ամբողջ աշխարհը, չգիտեմ, Ազնավուրը հայ է, ուրեմն բոլորը գիտեն, որ մենք հայերը ինչ խելացի ազգ են եւ այլն։ Դա հեքիաթներ են։ Հայաստանի մասին նույնիսկ Վրաստանում շատերը չգիտեն։ Ինչ հեքիաթների մասին է, ինչը դա միֆեր են, որ ստեղծել ենք մենք ինքներս մեր շուրջը, մենք ինքներս մեզ խաբելու համար։
որ տեսեք մենք ինչպիսին ենք, մենք ինչեր ենք անում, մենք էս ենք կարող դուրս եկեք փողոց եւ հասկացեք այդ միֆը, այդ իրականությունը կա թե չկա։ Նայեք ձեր կողքիններին, նայեք ձեր կողքի մարդկանց, նայեք մնացածին, կհասկանաք այդ ամեն ինչի իրականությունը թե չէ։ Խոսք եւ գործ այդ երկու բաները պետքա տարբերել, նույն բանը չեն դրանք։ Շատ բան կարող ենք մենք ասել։ Մենք ունենք հեռախոսազանգ։ Լսում եմ ձեզ։ Մենք չունենք հեռախոսազանգ, ընդհատվեց։ Ինչևէ, ես իհարկե այսօր ես նպատակ ունեի խոսելու Միացյալ Նահանգների ընտրության այն ինչ որ տեղի ունեցավ եւ փորձել հասկանալ թե ինչ է կատարվում այնտեղ։ Ես նույնիսկ կարողացա երրորդ առանձնահատկություն ասել Միացյալ Նահանգների ընտրությունների հետ կապված, բայց ամեն դեպքում կասեմ, ուրեմն առաջին եւ երկրորդ առաջին առանձնահատկությունը այն էր, որ նախագահը չի կարող երկու անգամից ավել ընտրվել, սա ֆիքսված բան է, այսինքն որևէ մեկը որ դուրս եկավ նախագահությունից, այլևս երբեք չպիտի մտնի քաղաքականության մեջ։ Սա կանոն է, ոսկե կանոն է ժողովրդավարության համար։ Եվ ես կուզեի եւ ընդհանրապես եւ մի կարծեք, որ ես քաղաքական գործիչների նույն բանը չեմ ասել։ Երկրորդ առանձնահատկությունը այն է, որ ուղիղ ընտրություններ չեն, այլ ընտրում են ընտրողները, մարդիկ քաղաքացիները ընտրում են ընտրող մեծատար, եթե այսպես ասենք, ընտրողների, որոնք ամեն ըստ նահանգների տարբեր քանակություն ունեն, որոնք էլ իրենց հերթին ընտրելու են նախագահային դեկտեմբերին։ Այսինքն ինչպես ավականին։ Եվ երրորդ առանձնահատկությունը այն է, որ միշտ ընտրությունները անցնում են նոյեմբեր ամսին։ Եվ այս սովորույթը, այս ավանդույթը ձևավորվել է 1845 թվականից սկսած։ Եվ եւս մի առանձնահատկություն, որ շատ հետաքրքիր ինձ համար, դա այն նախագահը, որը հաղթում է Օհայո նահանգում, այդ նախագահը որպես կանոն պատմականորեն ուղղակի օրինաչափություն է դարձել, դառնում է Միացյալ Նահանգների նախագահ, այսինքն Օհայոն հաղթեց, ուրեմն հաղթում է ինքը ողջ ընտրությունները։ Եթե մենք ունենք հեռախոսազանգ, մենք չունենք հեռախոսազանգ, մենք ունենք հեռախոսազանգ, որովհետև կապի խնդիր է երևի։ Լավ, ես շարունակեմ։ Ես ուզում եի խոսել Օբամայի ելույթի մասին, որը ինքը անմիջապես ունեցավ հենց այն վայրկյանին, երբ ավարտվեցին ընտրությունները եւ Շիկագոյի իր կենտրոնական գրասենյակում, մենք ունենք հեռախոսազանգ, լսում եմ ձեզ։ Այո։ Ալո, դուք եթե այո, խնդրեմ հակիրճ հստակ ձևակերպեք, ներկայացեք եւ ձեր հարցը։ Գևորգ ջան, ես նոր զանգեցի, ասացի, որ հագիստ չեմ կարող, էլի։ Հա, խնդրեմ, բայց մենք ժամանակի խնդիր ունենք, այսինքն մի մոռացեք, որ մենք եթերում ենք։ Շատ այդքան չեմ բանանում։ Ես ուղղակի մի հարցաձևի բան ասեմ։ Խնդրեմ։ Նախ առաջինը, թե ինչ ենք մենք այդքան խանդավառված Ամերիկայի հաջողություններով կամ ոչ հաջողություններով, որովհետև Ամերիկան ինքը իրենից ներկայացնում է մի այնպիսի կլանիչ ագրեգատ, որ ինքը ընդունակ է բոլոր ազգություններից, բոլոր երկրներից, տանել, կլանել Եվ չի թողնի ոչ մի մրցակից երկիր իրեն կողքի հետ քայլի եւ այլն եւ այլն։ Դուք ընդհանրապես կարծիք եք ասում, հիմնավորեք, եթե կարող եք, ինչով եք հիմնավորում, որ այդպեսի պետք է։ Հիմնավորում ունեք, որ այդպեսի պետք է։ Հիմնավորումը հենց այն է, որ թեկուզեմ պարզ հասարակ մի բանով ասեմ, որ Ամերիկայի կառավարությունը իր ամերիկացի քաղաքացու համար կանի ամեն ինչ, Ամերիկացին այսինքն իր երկրի մեջ կաբրի լավ, բայց չի թողնի հարևան երկրում, հարևան ժողովուրդը ապրի իրենից լավ։ Օրինակ, ասենք Կանադայում չեն թողնում մարդիկ լավ ապրեն, Անգլիայում, Ֆրանսիայում չեն թողնում ամերիկացիները լավ ապրեն։ Պարզ մի բան ասեմ ձեզ։ Ինքը մենք լավ գիտենք, այն Ամերիկա Վեսպուչինից կամ Կոլումբոսից հայտնաբերելուց հետո Ամերիկայում ովքեր ստեղծեցին հենց այդ այսօրվա Ամերիկան։ Չէ, ես խնդրում եմ եկեք բոլոր երկրներից փախած այն հանցակից, հանցավոր մարդիկ փախան Ֆրանսիայից, Անգլիայից, Իռլանդիայից, Իսպանիայից, Պորտուգալից եւ այլն, հիմնեցին, ստեղծեցին այդ Ամերիկան ամերիկացիների համար շատ լավ է, բայց ինքը այն վատ հարևանի նման աշխատում է միշտ քիչ կողքել, մյուս պետությունների մեջ խառնակցություն գտել, կռիվ գտել եւ այլն, որ իրենը առաջ տանի։ Դա դուք խոսում եք քաղաքականության մասին, ոչ թե խոսում եք լավ, եկեք մենք բանավեճի վերածենք, շնորհակալություն։ Ես ուղղակի իհարկե չեմ կարող այնթադ երկար մի հոգեդ երկար զրուցել, մեծ սիրով ես կարող եմ զրուցել, ուղղակի մենք սահմանափակված ենք ժամանակով, դրա համար կներեք, որ ընդհատում ենք, չենք կարող երկար այդպես բանավեճերի մեջ մտնել։ Եթե նույնից եմ ասում, Միացյալ Նահանգների մասին տարբեր կարծիքներ են հնչում, բայց ես խնդրում եմ հիմնավորումներով, փաստերով, այո, իհարկե հանցագործները ոչ միայն հանցագործները, այլ մարդիկ, ովքեր որ ազատության են ձգտում, մեկնեցին Միացյալ Նահանգներ, այո, հենց 1492 թվականին բացահայտելուց հետո, եւ որից հետո բնականաբար հենց մարդիկ
սիրելի իմ ռադիո լսողներ, հասկացան, որ առանց օրենքի, այսինքն հանցագործությամբ, այսինքն գողանալով, այսինքն տարբեր միջոցներով, որոնք որ հարիր չեն քաղաքակիրթ մարդուն, հնարավոր չի պետություն կառուցել։ Հենց դրա համար այդ հանցագործները, այդ ձեր նշած մարդիկ, որոնք որ գնացին այնտեղ, փորձեցին ստեղծել մի մեխանիզմ, մի համակարգ, որը վեր կլներ իրենց անձնական շահերից։ Դրա համար կարողացան ունենալ այս պետությունը, որը իրենք ձեր ասած, եթե դուք նշում եք, որ իրենք կարողանում են ինչ-որ բաներ անել այլ պետությունների հետ, հենց խոսում են նրանց հաջողված տարբերակի մասին, այսինքն կարողացել են մշակել հաջողված մի տարբերակ, որը աշխատում է, կարևորը արդյունքներն են, դուք արդյունքներով դատեք։ Այն ինչ որ դուք ասում եք, այո, յուրաքանչյուր մարդ կարող է ատել Ամերիկայի Միացյալ Նահանգները, ինչպես կարող է ատել Հայաստանը, կարող է ատել Ադրբեջանը, կարող է ատել Թուրքիան, կարող է ատել Ռուսաստանին, սա յուրաքանչյուր մարդու առանձին իրավունքն է, բայց քաղաքականության, միջազգային հարաբերությունների մեջ ատելություն, սեր եւ այլն, այդ բոլոր գաղափարները, այդ բոլոր հասկացությունները միայն եւ միայն էմոցիոնալ ֆոնին են պատկանում։ Դրանք որևէ կապ չունեն իրականության հետ։ Դա զուտ մարդկանց սովորական ընտրությունն է։ Ատում եք Ամերիկայի Միացյալ Նահանգները, ատեք, մեկ ուրիշն էլ ատում է, մեկ այլ երկիր, մեկ ուրիշը սիրում է եւ այլն։ Սա քննարկման, այսինքն վերլուծական դաշտի հարմար չի ձեր մոտեցումը, դրանով չեն վերլուծում պետության լավ կամ վատ լինելը եւ ասել, որ իրենք գրոհում են, ասել, որ իրենք վատ են խառնակիչները, խնդրեմ, եթե դուք ունեք նման մոտեցում, հիմնավորեք, բերեք վերլուծություններ, բերեք նորից եմ ասում, դուք կգտնեք, իհարկե, բոլորը չէ, որ գոհ են Միացյալ Նահանգների քաղաքականությամբ, բայց մենք նորից եմ ասում, չենք խոսում դրա մասին, մենք խոսում ենք լավ կողմերի մասին, այնինչ որ հնարավոր է, թող լինի Ֆրանսիան, ինչ տարբերություն, եթե ես հիմա խոսեի Ֆրանսիայի մասին, որի եւ ասեի, որ մենք տեսեք Ֆրանսիայում տեսնում ենք նախագահական հետաքրքիր ընտրություններ, մարդիկ կարողանում են պարտադիր չի կուսակցության նախագահը, որ արդեն 5 տարի առաջ գիտենք, որ եթե ինչ-որ մի մարդ առաջադրվի այդ կուսակցությունից, ապա պիտի լինի պարտադիր նախագահ, ենթադրենք, եթե օրինաց երկրի մասին է խոսքը, ուրեմն Արտուր Բաղդասարյանը, եթե ԲՀԿ-ի մասին է խոսքը, ուրեմն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը, եթե ՀՀԿ-ի մասին է խոսքը, ուրեմն խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, դուք չգիտեք, որ մյուս պետություններում որևէ մեկը չգիտի թե ով պիտի լինի նախագահական տեխնացուն, մինչև չլինեն այն քննարկումները, այն ներքին ներկուսակցական ընտրությունները, որտեղ որ իրենք ընտրում են ոչ թե նախագահին պարտադիր կուսակցության որպես տեխնացու, այլ յուրաքանչյուր մեկը կարող է դառնալ այդ տեխնացուն այս կամ այն կուսակցությունից։ Այսինքն խոսքը միայն Միացյալ Նահանգների մասին չի, մենք խոսում ենք ժողովրդավարական մոդելների մասին, անունների մասին չենք խոսում, դա կարող է լինել։ Եվ ես ուզում եմ, որ այդ մոդելներից մեկը կիրառվի Հայաստանում։ Ոչ թե խնդիրն է Միացյալ Նահանգներին գովերքելը, խնդիրը դրա մեջ չի եղել երբեք։ Ես ինքս շատ ավելի լավ գիտեմ Միացյալ Նահանգների վատ, այսպես ասած, ոչ դրական կողմերը, բայց դրա մասին չենք խոսում ենք հիմա Եթե մենք խոսում ենք ինչ-որ մեկի առողջության մասին, պարտադիր չի անպայման հիշենք, թե նա ինչ-որ նաև վատ բաներ ունի։ Մենք տեսնում ենք, որ մարդը ընդհանրեն զբաղվում է սպորտով եւ առողջ կենսապետ կերպ է վարում։ Իհարկե կունենա ինչ-որ վատ բաներ էլ։ Դուք վերցրեք լավը, դուք տեսեք լավը, այն ինչ-որ չկա այստեղ, այն ինչ-որ մենք չունենք, ոչ թե ինչ-որ ուրիշները իրանց կյանքում իրանք բոլորը, գիտեք, հեշտ է բոլորին փնովել։ Ինչևէ, ես խոսում եի Միացյալ Նահանգների վերջին ընտրության այս վերջին առանձնահատկության մասին, որը այն էր, որ ավանդույթ է ձևավորվել 1800-ական թվականներին 45 թվականին մասնավորապես անցկացնել ընտրությունները նոյեմբեր ամսին։ Կարծում եմ, որ սրանով մենք կարող ենք սահմանափակել այս ընտրությունների տեխնիկական մասին վերաբերող առանձնահատկությունները եւ հիմա եթե ես մի փոքր շատ քիչ ժամանակ ունեմ, ցավոք շատ կուզեի խոսել Օբամայի ելույթի մասին, ընդհանրապես ելույթները լիդերների առանձին ուսումնասիրության առարկա են ընդհանրապես քաղաքագիտության համար, քաղաքագիտության եւ ոչ թե քաղաքական ճամարտակությունների խոսքը վերաբերում է գիտության մասին, գիտություն, որը ուսումնասիրում է քաղաքական լիդերների վարքը, որը ուսումնասիրում է պետությունների վարքը, որը ուսումնասիրում է քաղաքական գործընթացները, հասարակությունների ձևավորումը եւ այլն եւ այլն։ Քաղաքագիտություն ասելով միշտ հասկացեք, որ գիտություն հստակ, էմպիրիկ եւ տեսական կողմերով եւ այսպես ուրեմն քաղաքագիտության տեսանկյունից լիդերների ելույթները շատ կարեւոր են մի քանի հանգամանքներով։ Դրա մեջ կա որոշակի ուղերձներ, մեկ դրա մեջ կա հստակ մտադրությունների եւ նպատակների արծարծում, երրորդ կա մշակութային գործոնը եւ չորրորդ կա հստակ կոնկրետ կառուցվածք, որով այդ մարդը տեսնում է, թե ինչպես է ինքը ղեկավարելու այս կամ այն պետությունը։ Եվ ես պիտի ասեմ, որ ես ուզում եմ հանգամանալից ընթերցել, ցավոք մեր լրատվամիջոցները ժամանակ չեն տրամադրել թարգմանելու այս ելույթը։ Ես ուզում եի անգլերենից անմիջապես թարգմանաբար ներկայացնել, բայց ցավոք այսօր թեև կարևոր են այս մեր զրույցները, այս երկխոսությունը, որովհետև ռադիոլսողներ ձեզ համար
համար է այս ամենը եւ ոչ թե այն բանի համար, որ ես ուղղակի ձեզ տարբեր այսպես ինֆորմացիաներով զինեմ։ Մենք ունենք հեռախոսազանգ, մենք չունենք հեռախոսազանգ, լավ, 368204, ես ուզում եմ ասել, որ այս ելույթի առանձնահատկություններից մեկը այն էր, որ հստակ երկու տեխնացուներ իրար հանդեպ չունեն այն բևեռացումը, որ մենք հաճախ տեսնում ենք թերևս մեր իրականության մեջ։ Հակոբ ռադիոլսողը ասում էր, որ ինքը տեսնում է, որ հասարակությունները բևեռացված են, բաժանում կա։ Դա շատ ընդհանուր ուղղակի մոտեցում է, ամեն ինչը տենց ընդհանրացնելով տեսնել։ Նախ քաղաքական, ես ասեմ, որ Միացյալ Նահանգները շատ ոչ քաղաքականացած հասարակություն ունի։ Մարդիկ հետաքրքրում են քաղաքականությամբ այնքանով, որքանով որ այն վերաբերում է իրենց։ Դա վերաբերում է իրենց սոցիալական հարցերին, դա վերաբերում է տնտեսության աճին, դա վերաբերում է իրենց անվտանգությանը, դա վերաբերում է տարբեր այն հարցերին, որոնք ուղղակիորեն իրենց հետ առնչվում են։ Այսինքն իրենք չեն մեր նման նստում եւ Քենեդու սպանությունից սկսած մինչև վերջացնելով տարբեր հայտնի եւ անհայտ միջադեպերը քննարկում եւ հեղինակավոր կարծիքներ հայտնում եւ առանց այս կամ այն բանը կարդալու որոշում այս բանը լավ է թե այն բանը վատ է եւ այլն։ Մարդիկ ուղղակի ունեն սեփական մոտեցումը, իրենց քաղաքացիական դիրքորոշումը եւ ընդհանրապես բևեռացում սիրելի Հակոբ գոյություն չունի Միացյալ Նահանգներում։ Ինչ վերաբերում է հանրապետականներ եւ դեմոկրատներ բաժանմանը, այո, դա գաղափարային տարբերակումներ են։ Բնականաբար կան մարդիկ, որոնք ավելի հակված են կոնսերվատիզմին, այսինքն պահպանողական են, որոշակիորեն տեսնում են արժեհամակարգի շատ ավելի քիչ փոփոխումներ տեսնելուն, ոմանք ավելի հակված են լիբերալ տեսակետներին, բայց դա բաժանման ընդհանրապես որևէ բանի մասին չի խոսում։ Վերցեք Օբամայի ելույթը եւ կտեսնեք, որտեղ որ ինքը նշում է, որ ինքը համագործակցելու է կուսակցություններ, մի քանի փոքր կուսակցություններ էլ կան Միացյալ Նահանգներում, կուսակցությունների առաջնորդների եւ տարբեր մարդկանց հետ, որպեսզի հասկանան, թե պետությունը ինչպես պետք է տանեն դեպի ավելի առաջ։ Երևի մենք ունենք մի հեռախոսազանգ, մենք չունենք հեռախոսազանգ, լավ, այսօր ժամանակի սղությունը մեզ թույլ չի տալիս հեռախոսազանգեր ընդունել։ Ցավում եմ, որ մենք ժամանակ չունենք, ես պետք է սահմանափակվեմ այսքանով։ Մենք խոսում ենք Միացյալ Նահանգներում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների մասին, նախագահ դարձել է Բարակ Օբաման, ընտրվել էր բավականին լավ առաջընթացով, այսպես ասած մի քանի ձայների առավելությամբ, եւ կհանդիպենք վաղը, ձեզ հետ է քաղաքական վերլուծաբան եւ քաղաքագետ Գևորգ Մելիքյանը, մնացեք մեզ հետ։